Հիսուսը նրանց ասաց. Ես եմ կյանքի հացը, դեպի ինձ եկողը չի քաղցի, եւ ինձ հավատացողը երբեք չի ծարավի, բայց ես ձեզ ասացի, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում, նա ում հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, եւ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի, որովհետեւ ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը, ինձ ուղարկողի կամքը այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց, այս է իմ հոր կամքը, ով որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Այդժամ հրեաները վրդովվում էին, որ ասաց. Ես եմ երկնքից իջած հացը, եւ ասում էին. Սա Հիսուսը չէ, ով Սեփի որդին, որի հորն ու մորը ճանաչում ենք։ Հիմա ինչպես է ասում. ես երկնքից եմ իջել։ Հիսուսը պատասխանեց նրանց. իրար մեջ մի քրթմնջացեք, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան դեպի ինձ չբերի հայրը, որ ինձ ուղարկեց, եւ ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Մարգարեների գրքերում գրված է. Աստված ինքը բոլորին կուսուցանի։ Եսայա 54:13 խոսք։ Արդ, ով հորից լսում ու սովորում է, ինձ մոտ է գալիս, բայց ոչ ոք չի տեսել հորը, միայն նա, ով Աստծուց է, նա է տեսել հորը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը անապատում կերան մանանան, բայց մեռան, սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկը այս հացից ուտի, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար։